են հազարավոր տարիներ առաջ։ Ինչքան էլ որ իրանք անմեղ տեսք ունեն ու ուղղակի սովորական խաղալիքներ են, ասում են, որ հոգիների համար իրանք շատ հեշտ տարբերակ են, շատ լավ թիրախ են դառնում, երբ որ ուզում են ինչ-որ մարմնի մեջ հայտնվել կամ ինչ-որ առարկայի մեջ բնակվել։ Կան կայքեր, որտեղից հնարավոր է գնել անիծված տիկնիկներ։ Խորհուրդ չէի տա։ Բոլորն ունեն իրենց պատմություններ, իրենց հետ կապված պարանորմալ երևույթներ, որ տերերը սարսափով պատմում են ու փորձում են գտնել գնորդ, ով ավելի լավ կկարողանա այս ամեն ինչին դիմակայել։ Ավելացել են նաև մարդիկ, ովքեր հետաքրքրված են նման բաներով, պարանորմալ երևույթներով, չգիտեմ, անիծված առարկաներով ու դրա համար պատրաստ են հսկայական գումարներ վճարել, որ ձեռք բերեն տիկնիկները։ Սա նշանակում է, որ ինքը լավ բիզնես է դարձել։ Մարդիկ ինչ-որ պատմություն են հորինում ու սովորական տիկնիկին անիծված կոչելով վաճառում են իրական արժեքից մի քանի 100 անգամ թանկ գնով։ Բայց դրանց կողքին կան նաև տիկնիկներ, որ իրոք մարդկանց սարսափի են ենթարկել ու որոշ ժամանակ հետո հայտնվել թանգարաններում։ Դրանցից ամենահայտնին Անաբելն է։ Այսօր խոսելու ենք իր իրական պատմության մասին։ Բարի գալուստ Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սերիական մարդասպանների, դաժանության դատերի ու արդեն նաև պարանորմալ երևույթների մասին։ Ասել էի, որ այս շաբաթ խոսելու ենք անիծված տիկնիկների մասին, բայց երբ որ աշխատում էի այս վիդեոյի վրա, հասկացա, որ Անաբելի ու Ռոբերտ տիկնիկի պատմությունները մի քիչ ավելի ծավալ ունեն ու իրանց մասին արժի առանձին հատուկ վիդեո նկարել։ Առաջինը Անաբելն է, ոնց հասկացաք, որովհետև ամենապահանջված, ամենաշատ առաջարկվող պատմություններից է, հետո հերթով բոլորին կանդրադառնանք։ Արդեն գիտեք, որ ալիքում տեսանյութերը նախատեսված չեն 18-ից ցածր ու նյարդերից թույլ մարդկանց համար, դրա համար, եթե որոշել եք նայեք, ձեր գործն է, ես հետո պատասխանատու չեմ, ինչպես միշտ։ Հաջորդ շաբաթվա պատմության մասին իմանալու համար մնում ենք մինչև վերջ, իսկ հիմա անցնում ենք առաջ։ Նախ նշեմ, որ Անաբելի ֆիլմը ոգեշնչված է այս պատմությունից, բայց նույնը չի։ Այսինքն, եթե տեսել եք ֆիլմը, այս այդ պատմությունը չի։ Իսկ եթե չեք տեսել ֆիլմը, բայց գիտեք պատմությունը, ֆիլմն էլ է շատ հետաքրքիր, խորհուրդ կտայի նայել։ Ֆիլմի իրականությունից շատ բաներով է տարբերվում, բայց երևի ամենամեծ տարբերությունը այն է, որ իրականում տիկնիկը ունեցել է ոչ թե այս տեսքը, այլ այս։ Ես ինքս երբեք տանը չէի պահի այդ ֆիլմի տիկնիկին, վստահ եմ, որ ոչ մեկս էլ չէր քնի, եթե իմանայինք, որ սենյակի մի անկյունում մի հատ խաղալիք այսպես դեմքով նայում է ձեր վրա։ Բայց իրական Անաբելը սովորական Raggedy Ann տիկնիկ էր, որը ժամանակ շատ տարածված էր, ու Անաբելը միակը չի այդ տեսքով։ Մինչև այսօր հնարավոր է on-line խանութներից գնել։ Իհարկե այդ նույն տեսքով, նույն շորերով, սանրվածքով ու դեմքով տիկնիկը մի քիչ ավելի թանկ է, որովհետև արդեն հայտնի է դարձել։ Այսինքն, եթե մոտավոր այս տեսքով նույն տեսակի տիկնիկ հնարավոր է ձեռք բերել 20-ից $30, Անաբելի տեսքով նույն շորերով տիկնիկը մոտ $100-ից $200 է լինում։ Բայց ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը գնալու է Անաբել առնի, դրա համար անցնում ենք առաջ։ Պատմությունը սկսվում է 1971 թվականին, երբ մի կին աղջկա 28-ամյակին նվիրում է այս տիկնիկը։ Տիկնիկը ի սկզբանե անիծված չէր, բայց հենց որ տանում են տուն, զգում են, որ անընդհատ ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում։ Այս աղջիկը Դոնան սովորում էր բժշկական համալսարանում ու ապրում էր ընկերուհու Էնջիի հետ։ Առաջին տարօրինակ բաներից մեկը, որ նկատում են տիկնիկին տուն տանելուց հետո, այն է, որ անընդհատ հայտնվում էր սենյակի ուրիշ անկյուններում։ Այսինքն, եթե դնում էր օրինակ բարձի վրա, հայտնվում էր մյուս բարձի վրա, երբ որ մի վայրկյանով ուշադրությունը շեղվում էր, կամ, չգիտեմ, հայտնվում էր մահճակալի ուրիշ անկյունում։ Հետո արդեն սկսում է հայտնվել տարբեր սենյակներում։ Մի անգամ տիկնիկին դնում են հյուրասենյակում ու տնից դուրս գալիս, բայց երբ որ գալիս են, տեսնում են, որ Դոնայի սենյակում է դուռը ծածկած։ Առաջին անգամ ասում են՝ դե լավ, երևի այստեղ ենք թողել, մոռացել ենք կամ ինչ-որ բան շփոթում ենք, բայց նույն բանը կրկնվում է մի քանի անգամ։ Հասկանում են, որ ինչ-որ բան Էնջի ու մեդիում են կանչում։ Մեդիումն մարդն է, ով կապ է հաստատում հոգիների ու մարդկանց միջև։ Այս մարդը գալիս է ինչ-որ սեանս է կատարում, որ ես չգիտեմ այդ ոնց են անում, ես երբեք չեմ տեսել նման բան, բայց ասում է, որ հոգիները իր հետ խոսել են ու ասել են, որ տիկնիկի մեջ հիմա բնակվում է մի հատ աղջկա հոգի, ով
մի քանի տարի առաջ մահացել է մոտակայքում։ Անունը Անաբել Հեգինս, այդտեղից էլ մնացել է տիկնիկի անունը։ Այս երեխու հոգին մտել էր տիկնիկի մեջ, որովհետև մտածում էր, որ Դոնան ու Էնջին լավ մարդիկ էին ու ուղղակի ուզում էր իրանց հետ մնալ։ Այս աղջիկները մտածում են, դե լավ, անմեղ երեխա է եղել, ինչ պիտի անի, ու մեդիումի դուրս գալուց հետո սկսում են տիկնիկին պահել մարդու պես։ Նոր հագուստ են գնում, երբ որ ինչ-որ կինո են նայում, նստացնում են իրանց հետ, երբ որ հաց են ուտում, իրանց հետ են նստում ու ասում են, որ մի քանի անգամ նկատել են, որ ձեռքը ինքնուրույն բարձրացնում է։ Բայց շատ չանցած հասկանում են, որ Անաբելը անմեղ երեխա չի։ Անաբելը անմեղ երեխա էր, բայց այն ինչ կար այս տիկնիկի մեջ, այդ երեխան չէր։ Դռներն ու պատերը թակում էին, բայց ոչ մեկ չկար։ Ինչ որ մեկ անընդհատ շշուկով խոսում էր։ Սենյակը հանկարծակի, չգիտես ոնց, սառում էր։ Մի օր գալիս են տուն ու հենց որ դուռը բացում են, տեսնում են, որ Անաբելը միջանցքում կանգնած է ու իրանց է նայում։ Բայց այդտեղ ամենավախենալուն է նա, որ ինքը փափուկ խաղալիք էր ու ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի իրան ուղիղ կանգնեցնել։ Տան տարբեր անկյուններում թղթեր էին գտնում, որոնց վրա խզբզանքի պես ինչ-որ բան էր գրված լինում։ Հասկացվում էր ինչա գրված, բայց պատկերացրեք փոքր երեխու ձեռագիր, ով նոր է գրել սովորում։ Գրված էր լինում օգնեք ինձ, օգնեք մեզ կամ օգնեք Լուին։ Լուն Էնջիի նշանածներով այդտեղ շատ հաճախ էր գալիս ու կարելի ասել իրանց հետ էր ապրում։ Ու ինքը սովորական թուղթ չէր, պերգամենտ էր։ Կալկա, որ աղջիկները երբեք չէին օգտագործել ու տանը չունեին բնականաբար։ Այս ամեն ինչը տեսնելուց հետո Լուն ասում է, որ Անաբելին պիտի վառեն, ինչի իհարկե իրան դուր չի գալիս։ Այդ նույն գիշեր Լուն երազ է տեսնում, որտեղ Անաբելը հարձակվում է ու փորձում է խեղդել։ Երբ որ արթնանում է, տիկնիկը լինում է մահճակալի վրա։ Վերցնում է ու շպրտում, հետո նկատում է, որ մարմնի վրա ճանկերի հետքեր են առաջացել։ Հաջորդ առավոտ Դոնան նկատում է, որ տիկնիկի ձեռքերը արյունոտ են, իսկ կրծքավանդակին 3 կաթիլ արյուն կար։ Հասկանում են, որ գնալով ամեն ինչ ավելի վտանգավոր է դառնում, մեդիումը ոչ մի բանով չի օգնելու, որոշում են գնալ եկեղեցի ու օգնություն խնդրել։ Այստեղ իրանց ասում են, որ ավելի ճիշտ կլինի, որ դիմեն մարդկանց, ովքեր զբաղվում են հենց պարանորմալ երևույթների ուսումնասիրությամբ ու այս դեպքում նորից Էդ ու Լորեն Ուորեններին են դիմում։ Այս մարդիկ արդեն երկար տարիներ զբաղվում էին նման գործերի ուսումնասիրությամբ ու եթե տեսել եք Conjuring-ից ցանկացած ֆիլմ, բոլորը հիմնված են իրանց հետազոտությունների վրա։ Ամուսինները գալիս են, փորձում են հասկանալ ինչա կատարվում ու շատ արագ տիկնիկին այդ տնից դուրս են հանում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ վիդեո կա, որտեղ Էդը ասում է, որ Աստված թույլ չի տալիս, որ երեխեքի հոգիները մտնեն տիկնիկների մեջ։ Այսինքն այս տիկնիկի մեջ մահացած երեխու հոգի չի եղել է չար հոգի, դև, որ ներկայացել է որպես Անաբել Հեգինս, որ այդտեղ մնա ու մարդկանց վնասի։ Էքսորցիզմ էր պետք կատարել, որ տիկնիկի միջից հանեին այդ չար հոգին, բայց չօգնեց։ Օրհնում են տունն ու այն բոլոր մարդկանց, ովքեր թեկուզ մեկ անգամ տեսել էին Անաբելին ու որոշում են իրենց հետ տանեն տուն։ Ուորենները իրանց տան մոտ թանգարան ունեն, որ մինչև այսօր կա ու Անաբելը այդտեղ է ապրում։ Ճանապարհին մի քանի անգամ մեքենան փչանում է առանց պատճառի։ Տանն էին պահում որոշ ժամանակ ու ասում են, որ օդում էր հայտնվում, ինչ որ ձայներ էին լսում տարօրինակ։ Տեղափոխում են առանձին սենյակ, դուռը փակ պահում, բայց էլի ոչ մի բան չի փոխվում։ Ինքը շարունակում էր մարդկանց վնասել ու գնալով ամեն ինչ ավելի էր վատանում։ Մի օր Ուորեններին հյուր է գալիս իրանց ընկերներից մեկը, որ քահանա էր, ու երբ որ լսում է Անաբելի մասին, ուզում է տեսնել։ Ինչ են բոլորը տիկնիկին շպրտում գետնին, ասենք ինչպես է տիկնիկին տեսնում ու ասում, որ ես քեզ պիտի շպրտեմ գետնին։ Ասում է, որ Աստված իր հետ է ու չարը ոչ մի բան չի կարող անել ու հատուկ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հենց նոր այդ նախադասությունը լսեցին ու ասեցին ճիշտ է ասում։ Այս մարդը դուրս է գալիս տնից նույն օրը, որ գնա իրանց տուն ու վթարի է ենթարկվում։ Մեքենան, որ ինքն էր վարում, մխրճվում է մի հատ բեռնատարի մեջ։ Բարեբախտաբար այս մարդը փրկվում է ու ասում է, որ չհասկացավ, թե այդ ամեն ինչը ոնց տեղի ունեցավ, բայց վերջին բանը, որ հիշում է այդ օրվանից մինչև գիտակցությունը կորցնելը, Անաբելի դեմքն է։ Այդ շատ հետաքրքիր է, մի հատ ուրիշ օրինակ։ Ուորենները իրանց բակում, որ այդ թանգարանը կառուցում են, այդտեղ պահում են իրանց հայտնաբերած բոլոր անիծված իրերը, տիկնիկներ են լինում, չգիտեմ, գրքեր ու նման բաներ։ Իրանց մասին արդեն շատերը գիտեին, հատկապես Անաբելի դեպքից հետո, ու երբ որ արդեն ամեն ինչ պատրաստ է լինում, թանգարանը բացում են, մարդիկ սկսում են անընդհատ գալ։ Մի օր մի հատ ուսանողների խումբ է գալիս, իրանց մեջ մի հատ տղա է լինում, ով չի հավատում, որ տիկնիկը անիծված է, սկսում է ծիծաղել, ինչ որ կատակներ անել։ Այս տղան մոտոցիկլետավար էր։
երբ որ ամեն ինչ վերջացնում են, տեսնում են այն ինչ ուզում էին տեսնել, նորից նստում են, որ հետ գնան տուն։ Այդ տղան քշում էր, իսկ ընկերուհին նստած էր հետևում։ Նորից լրիվ պատահական, անհասկանալի վթար է տեղի ունենում։ Այդ տղան տեղում մահանում է։ Աղջիկը փրկվում է, բայց ստիպված է լինում 1 տարուց ավել ապրել հիվանդանոցում։ Այս աղջիկը պատմում է, որ ճանապարհին խոսում էին էլի տիկնիկի մասին, ծիծաղում էին ու չհասկացավ, թե ոնց հայտնվեցին ծառի մեջ։ Վերջին բանը, որ հիշում է, Անաբելի դեմքն է, որ տեսել էր կողային հայլիների մեջ։ Ինչի է հետաքրքիր, որովհետև անգամ եթե տիկնիկի պատճառով մարդիկ մահանում են, միշտ լինում է ինչ-որ մեկը, ով տեսել է կատարվածը, այսինքն ոնց որ հատուկ այնպես անի, որ խոսեն իր մասին ու զգուշանան։ Չնայած որ ինքը համարվում է պատմության մեջ ամենաիրական անեծքի դեպքերից մեկը, ես լինելով ես պիտի փնտրեի ու գտնեի ինչ-որ բան, որ այդ ամեն ինչին հակասում է։ Խնդիրն այն է, որ այս ամեն ինչը պատմում են Էդն ու Լորեյնը։ Իրանց բոլոր գործերի հետ կապված ամբողջ ինֆորմացիան մենք ստանում ենք այս երկու մարդկանցից։ Օրինակ այս դեպքում Դոնան ու Էնջին կտրականապես դեմ են հարցազրույցներ տալուն, կտրականապես դեմ են տիկնիկի մասին ընդհանրապես խոսելուն, նույնը ուրիշ գործերի հետ կապված։ Ինչքան էլ որ վախենալու է հնչում այս ամեն ինչը, ես վստահ չեմ, որ իրական է։ Իսկ թե ինչ եք մտածում դուք, թողնում ենք մեկնաբանություններում։ Այսօր այսքանը, կհանդիպենք մի քանի օրից, իսկ հաջորդ շաբաթ խոսելու ենք Ռոբերտ տիկնիկի մասին, որ ավելի իրական է, քան Անաբելը։ Գնացինք, բայ։